Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն «Պոակը» ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա կանգառը Շիրակի մարզի Մարալիկ քաղաքն է։ Օրվա հյուրն է լուսանկարիչ Արեգ Բալայանը։ Արեգ Բալայան, լուսանկարիչ, ծնվել է 1980 թվականին Երևանում, սովորել է Իգիթյան արվեստի կենտրոնում գրաֆիկական արվեստների բաժնում, այնուհետև ուսումը շարունակել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում 2005 թվականին ավարտելով այն և ստանալով մագիստրոսի դիպլոմ։ Նույն թվականին Արեգը տեղափոխվել է քաղաք Ստեփանակերտ, որտեղ և շարունակել է իր լուսանկարչական գործունեությունը։ Որպես անկախ լուսանկարիչ, թղթակցելով այնպիսի կազմակերպությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Հայաստանի համահայկական հիմնադրամը և այլն։ Պանֆոտո գործակալության թղթակից անդամ է 2009 թվականից։ Այս համագործակցության ընթացքում Բալայանի լուսանկարները հրապարակվել են Al Jazeera-ի, Daily Mail-ի, Eurasian Net-ի, Fox News-ի, The Washington Post-ի և միջազգային այլ լրատվամիջոցների կողմից։ Բալայանը մասնակցել է բազմաթիվ խմբային ցուցահանդեսների Հայաստանում, Վրաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում և այլուր։ 2017 թվականին նրա «Մոբ» անհատական լուսանկարչական նախագիծը ցուցադրվել է Երևանի Միրզոյան գրադարանում, որից հետո ներկայացվել է նաև մի շարք միջազգային փառատոների շրջանակներում։ 2018 թվականին հրավիրվել է Բեռլին International Alert ՀԿ-ի կողմից կազմակերպված Street Art փառատոնին։ Արդեն շատերի համար ճանաչելի դարձած իր բլոճիկներ շարքով։ 2020 թվականին Արեգ Բալայանը վավերագրել է Տավուշի մարզում տեղի ունեցած պատերազմական բախումը և 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Բարև ձեզ, շատ ուրախ եմ սենց լուսավոր աչքեր տեսնել, ապրեք որ եկել եք։ Ես Արեգ Բալայանն եմ, լուսանկարիչ եմ, վավերագրող։ Այդ երկրորդ բառը եթե ձեզ ծանոթ չի, այսօր հենց դրա մասին մի քիչ կխոսենք։ Լուսանկարչության մասին ենք մի քիչ խոսելու, վավերագրության մասին ենք խոսելու, խոսելու ենք նրա մասին, թե լուսանկարը ոնց է դարձել փաստաթուղթ և վերջում ձեզ մի բան եմ ասելու, որը ինչ-որ չափով հերքելու է մնացած այն ամեն ինչը, ինչ-որ մինչև հիմա եղել է։ Առաջի լուսանկարը, որ ստեղծվել է 26 թվականին է 1800, այսինքն 200 տարի առաջ։ Բայց մինչև լուսանկար ստանալը խցիկները գոյություն ունեցել են, ուղղակի չեն կարողացել պատկերը պահպանել։ Այ առաջի խցիկը այս սենյակի չափ է եղել մոտավորապես, կարող մի քիչ փոքր։ Կոչվում էր կամերա օբսկուրա։ Ինքը մեծ սենյակ էր, մութ, որի մեջ մի հատ փոքրիկ անցք կար, ու այդ անցքից դիմացի պատին երևում էր ինչ-որ այդ անցքի դիմաց էր։ Կարող եք տանը փորձեք։ Սենյակը լրիվ մտնացնեք ցերեկով։ Մի հատ 1.5 մոտավորապես սանտիմետրանոց անցք եք թողնում ու պատի վրա կպատկերվի այն ինչ-որ ձեր լուսամուտի դիմաց է, բայց թարս։ Մարդու աչքն էլ է տենց տեսնում, գիտեք, չէ՞։ Հետո ուղեղը շուռ է տալի։ Լուսանկարչությունը դա այն նկարչությունն է, որը լույսի միջոցով են անում։ Եվ խցիկի հիմնական ֆունկցիան այդ լույսից պաշտպանել ժապավենը, ժապավեն տեսած կաք,
հա, պլոնկա։ Նկարած կա քեչ պլոնկայով թե չէ։ Չէ, բայց տանը ունեք, չէ։ Երևի հին պլոնկաներ։ Մամաները, պապաները պահած կլինեն։ Դե հիմա պլոնկան դարձել է մատրիցա, էլեկտրական է արդեն։ Նույն բանն է մոտավորապես, հա։ Լույսը էլի դառնում է էլեկտրական հոսանք, այդ հոսանքը դառնում է ինֆորմացիա, որը պատկերի ձևով է դառնում։ Իմ կարծիքով լուսանկարչությունը ստեղծել են նրա համար, որպեսզի մարդիկ չնկարեն եւ շատ ժամանակ չծախսեն։ Հետաքրքիր բան ես ասում, բայց ոչ միայն դրա համար։ Հիշողություն պահպանելու համար։ Ես մտածում եմ, որ լուսանկարչությունը դրա համար է, որ մեր խոսքը արտահայտենք նկարի միջոցով։ Շատ լավ։ Լուսանկարչությունը, երեխեք, կերպարվեստի, այսինքն վիզուալ արվեստների, ու ոչ միայն վիզուալ, ընդհանրապես երևի կարելի ասել բոլոր արվեստներից միակն է, որը ստեղծված չի իրականությունից փախչելու համար, որը ստեղծված է հենց իրականությունը ֆիքսելու համար, արձանագրել, հա, եթե ասենց ասեմ։ Լուսանկարչությունը հենց այն արվեստի ձևն է, որը ի սկզբանե արվեստ չի համարվել շատ երկար ժամանակ։ Ինքը ավելի տեխնիկական գործիք է եղել, բայց հիմա արվեստի ձևերից մեկն է լուսանկարչությունը ու երևի միակն է, որը մաքսիմալ իրականությունն է պատկերում։ Եվ վավերագրությունը հենց դրա մասին է։ Այսինքն փաստաթուղթ, հա, դոկումենտ բառը լսած կլինեք։ Փաստաթուղթ է, լուսանկարը ինչ որ պահից սկսել է օգտագործվել որպես փաստաթուղթ։ Այ օրինակ անձնագրերում մոտավորապես 1900-ականի սկզբներում է սկսել լուսանկարներ հայտնվել։ Մինչև այդ մարդկանց անձնագրերում լուսանկար չի եղել։ Ուղղակի գրում էին, որ, չգիտեմ, այս մարդը բոյով է, կապույտ աչքեր ունի, չգիտեմ, սուրքիթ ունի, ծուրվոտ ունի, ինչ որ տենց բաներ, հա, այսինքն մոտավորապես ինչ որ նկարագրություններ էր, որոնցով այդ մարդուն կարելի էր նույնականացնել։ Իսկ երբ որ սկսեց լուսանկարը մտնել արդեն անձնագրերի մեջ մարդկանց, շատ տարբեր էին, այսինքն հիմիկվա պես չէր։ Կարող ինչ որ մեկը գիտար նվագեր, լուսանկարի մեջ նստած գիտար նվագելուց լիներ, պասպորտի ֆոտոյում, մեկը կարող ծխելուց լիներ, մեկը կարող պարելուց լիներ, այսինքն շատ ավելի շատ ընդունված կարգ չկար։ Հետո ժամանակի ընթացքում սկսեցին մտնել որոշակի կանոններ, թե ինչպիսին է պետք է լինի լուսանկարը անձնագրին։ Իսկ ուրիշ ինչ վավերագրության, օրինակ ինչ տիպի վավերագրություն եք դուք ճանաչում լուսանկարի ձևով։ Ձեզ ծանոթ ինչ վավերագրություն գիտեք։ Ձեր տներում կա։ Օրինակ ալբոմների մեջ։ Ընտանեկան ալբոմների։ Որ ինչ որ մարդու նկար կարող է լինել, իսկ հետևում գրած լինի, թե այդ նկարը որտեղ է եղել։ Ճիշտ ես ասում, շատ ճիշտ ես ասում։ Հենց այդ պատասխանն էլ սպասում էի ձեզնից։ Ձեր ընտանեկան լուսանկարները, դրանք ձեր ընտանիքի վավերագրությունն է։ Այսինքն դուք երբ որ օրինակ մարդիկ կան, որ իրենց տատիկներին, պապիկներին չեն տեսել կամ մամայի տատիկին, պապիկին չեն տեսել, բայց լուսանկարների միջոցով դուք տեսնում եք, ձեզ պատմում են իրենց մասին, չէ՞։ Դա ձեր ընտանեկան վավերագրությունն է։ Այսինքն անգամ հիմա եթե ցանկացածից հեռախոսը եթե բացենք ու սկսենք հեռախոսները նայել, նկարները նայել, ձեր նկարած բոլոր նկարները կարող են համարվել վավերագրություն, որովհետև իրանց վրա գրվում է ամսաթիվը, չէ՞, լուսանկարի ինֆորմացիայի մեջ գրած է ամսի քանիսին ես նկարել։ Տեղանքն էլ է, եթե քեզ մոտ միացրած է հեռախոսի մեջ։ Ինքը ցույց է տալի որտեղ է նկարած, երբ է նկարած եւ նկարի մեջ եթե մարդ կա, որի մասին դուք կարող եք պատմել, հա, կամ անգամ եթե չպատմեք, դա ձեր վավերագրությունն է կյանքի։ Հա, իսկ վավերագրությունը ի՞նչ է։ Վավերագրությունը դա պատմությունն է, ինչ որ եթե մարդ եք նկարել մարդկանց մասին, եթե տեղանք է տեղանքի մասին։ Այ օրինակ լուսանկարչության առաջնային, հա, այսինքն ինքը երբ որ լուսանկարը սկսեց որպես փաստաթուղթ ընկալվել, իր առաջնային նպատակներից մեկը հենց եղել է արխիվը։ Արխիվացնում են, այսինքն պահպանվում են հետոյի համար։ Այ ձեզ ծանոթ
ամենածանոթ ժանրը լուսանկարչական ո՞րն է։ Օրինակ, չգիտեմ, ինչ ֆոտոներ եք դուք նայում։ Մոնալիզայի նկարը։ Մոնալիզայի նկարը բայց ֆոտո է։ Այդ էլ է իմիջայլոց լուսանկարչության բաներից էր, առաջ դրված խնդիրներից։ Մոնալիզան դա գեղանկար է, բայց Մոնալիզան մենք շատերս տեսել ենք հենց լուսանկարի միջոցով, չէ՞։ Այսինքն մենք աշխարհը ճանաչում ենք լուսանկարների միջոցով, միջև կարողանում ենք գնալ անձամբ տեսնել։ Հիմա դուք եգիպտական բուրգերի մասին լսած կաք, իսկ տեսել եք։ Գրքում չկա նկարած պատմության։ Այսինքն լուսանկարչությունը նաև այդ շատ մեծ ֆունկցիան է ունեցել իր վրա մարդկությանը կրթելու, հա, այսինքն մարդիկ հատուկ ճանապարհորդում էին լուսանկարիչները այլ երկրներ, որ իրանք գնան լուսանկարեն ու այդ լուսանկարները բերեն, որպեսզի իրանք ծանոթանան այդ երկրի հետ, այդ երկրի ճարտարապետության հետ, մշակույթի հետ։ Այսինքն լուսանկարը մեզ կարող է փոխանցել տեղեկություն, կոպիտ ասած կարող է խոսել մեզ հետ։ Այո, լուսանկարը շատ մեծ ինֆորմացիա է պարունակում եւ լուսանկարը կարելի է ասել նաեւ զենք է, այն իմաստով, որ եթե համարում ենք, որ եթե ընդունում ենք, որ տեղեկատվությունը դա զենք է, ապա լուսանկարը նույնպես զենք է, որտեղ լուսանկարի միջոցով կարելի է տեղեկ, օրինակ, չգիտեմ, արբանյակները նկարում են, չէ, նույն պատերազմի ժամանակ այն զորքերը, ովքեր ունեն հնարավորություն երկնքից նկարելու, իսկ դա կամ վիդեո նկարահանում է, կամ լուսանկարահանում է, իրանք ավելի շատ բան են իմանում, կամ հակառակը, հա, օրինակ, որտեղ կարող եք ասել, որտեղ եք տեսել լուսանկարի կիրառությունը օրենքը պահելու համար։ Օրինակ, որ մենք ավտոմեքենա ենք քշում կամ հայրիկներ, այնտեղ նշաններ կան, որ այստեղ չի կարելի կանգնել կամ տարպես այդտեղ օրինակ 40 աստիճանի պետք է քշենք։ Այսինքն լուսանկարը այս դեպքում օգտագործվում է որպես գործիք, որպեսզի խախտումները գրանցել, հա, չէ՞, խախտումները գրանցելու համար է եւ մարդկանց ապացուցելու, որ դուք խախտում եք արել այսինչ օրը, այսինչ ժամին, այսինչ տեղում։ Լուսանկարչության մեջ կա տարբեր ժանրեր, հա, օրինակ ես որ ասեցի վավերագրություն, դա ժանրերից մեկն է, այսինքն լուսանկարը կա դիմանկար, կա օրինակ սպորտ, երբ որ նկարում են, կա ժուրնալիստիկա կա, հա, կա ռեպորտաժ, ռազմական լուսանկարիչներ կան, այսինքն տարբեր մասնագիտացումներ կան, որ ուտելիք են նկարում, օրինակ չգիտեմ, ռեստորաններում մենյուների մեջ երևի տեսել եք, կան որ նկարում են օրինակ ճարտարապետություն, կան որ նկարում են հյուրանոցների ինտերիերներ, այսինքն շատ բազմազան ժանրեր կան, բայց ինձ թվում է ձեզ ամենածանոթը դա կամ բնանկարներն են, կամ դիմանկարներն են, այն ինչը ձեր շուրջն է, հա, այսինքն դուք հիմնականում ինքներդ նկարում եք կամ մարդկանց, կամ բնություն, ճիշտ է, կամ սելֆի եք անում, որը էլի դիմանկար է, ինքնանկար է, իմիջիալից առաջի սելֆին մի 200 քանի տարի առաջ է եղել, 200 տարի առաջ է եղել, ամերիկացի լուսանկարիչ է արել, ու դիմանկարի մասին կարելի է անverջ խոսել, դիմանկարը իմ ամենասիրած ժանրերից մեկն է, որը մարդու մասին է եւ որը ինքը իրանով արդեն պատմություն է, հա, այսինքն մի լուսանկարը կարող է լինել մի ամբողջ մարդ, այսինքն կարելի է այդ լուսանկարի շուրջ նստել եւ այդ մարդու ամբողջ կյանքը պատմել, հա։ Օրինակ, որ ես ինչ-որ հայտնի մարդու նկար վերցնեմ, նրա դեմքը նկարեմ, դա կլինի դիմանկար։ Կապ չունի հայտնին ու անհայտը։ Ինձ էլ որ նկարես, էլի կլինի դիմանկար։ Կամ ինքդ քեզ որ հայլու մեջ նկարես, էլի կլինի կամ բանով, հա, սելֆի։ Դիմանկարը ընդհանրապես կա հանգիստ նստի, հեսա ես բան կանեմ։ Հեսա կասեմ դիմանկարի մասին մի երկու բան։ Ուրեմն տեսեք, կա դասական դիմանկարի ձևակերպում, հա, դա
դիմանկարը պիտի լինի այնպիսի, որ մարդու դեմքը ամբողջությամբ երևա, լուսավորությունը լավ լինի, որ դիմագծերը բոլորը հասկանալի լինեն, այսինքն չի կարող դեմքի կեսը սև լինի, կեսը լույսի մեջ, հա, այդ դասական դիմանկարն է, բայց կա նաև ոչ դասական, հա, դիմանկար, որը ինչ որ առումով արվեստային բաղադրիչ կարող է պարունակել, այսինքն դու կարող ես տարբեր լույսեր դնել, այտենց կեսը սև լինի, կեսը լուսավոր լինի, բայց դա արդեն դառնում է այդտեղ օրինակ անձնագրի նկարը դա ամենադասական դիմանկարի ձևն է, հա, որտեղ հեղինակի նշանակությունը պրակտիկորեն 0-ի է հասցվում, այսինքն հեղինակը կարևոր չի ով է։ Հիմա բաներ կա, հա, անձնագրի համար նկարվելու տեղեր կա, որտեղ դու գնում ես, ոչ ոք մարդ չկա, ուղղակի նստում ես, կնոպկան սխում ես, դիմացը նստում ես, ինքդ քեզ տեսնում ես ու ճղկացնում ես նկարում, կամ այն բուտկեքից հետ տեսել եք ֆոտո բուտկեքը, որ մտնում ես մեջը, հա, կոպեկը գցում ես, կամ չգիտեմ, ու ինքը հա մի քանի հատ նկարում է։ Այսինքն այդ ուղիղ նկարը, հա, երբ որ հավասարաչափ լուսավորված է, ինքը դասական դիմանկարն է, բայց երբ որ արդեն գեղարվեստական բաղադրիչ է մտնում դիմանկարի մեջ, այդտեղ արդեն հեղինակի վերաբերմունքն է մտնում, հա, այդտեղ այդ լուսանկարի մեջ շատ կարևոր է, որ դուք հասկանաք, որ մենակ այն մարդը չի, ում նկարել են, այդտեղ նաև հեղինակը կա, հեղինակի մոտեցումը, վերաբերմունքը, թե ինքը ոնց է ուզել լույսը դնի այդ մարդուն, որտեղ է կանգնացրել, ում է որոշել նկարի եւ ում որոշել է չնկարի, հա, այսինքն այդտեղ արդեն հեղինակային բաղադրիչը կա, ու հեղինակները տարբեր ձևով կարող են մարդուն տեսնել։ Խնդրում եմ կարող եք պատասխանել, ում եք լուսանկարիչներից ուզում նմանվել։ Նմանվել ոչ ոքի չեմ ուզում, բայց ես փորձում եմ ոչ թե նմանվել ինչ-որ մեկին, ես ավելի շատ դրան սենց եմ նայում, հա, ես կուզեի անցնել օրինակ այն ճանապարհներից որոշները, որոնք իրանք անցել են։ Ոչ թե իրանք նմանվել, այլ նույն ճանապարհով անցնել, ու ինձ հետաքրքիր է, թե ես այդ ճանապարհը անցնելուց ինչ կտեսնեի եւ ինչպես կնկարեի։ Որ տարիքից եք սկսել զբաղվել արվեստով։ Արվեստով փոքր ժամանակ 5 տարեկանից մոտ տարապես նկարչության եմ գնացել, երաժշտության, նկարչության, թատրոն եմ գնացել մի քիչ ավելի ուշ, իսկ հենց լուսանկարչությամբ երևի 14-13 տարեկանից։ Իմ հարցը այսպեսին է, դուք ինչպես հասաք այսպիսի մեծ հաջողությունների եւ որ երկիրն եք դուք ավելի շատ ուզում գնալ եւ այդտեղ լուսանկարչություններ անել։ Երեխեք, հաջողությունները ինձ թվում է մեզ համար տարբեր են, այդ մեծ ու փոքրը, այդ լավ է, որ դուք տենց եք պատկերացնում, որ ես մեծ հաջողությունների եմ հասել, բայց չեմ ուզենա չափազանցնել, իրականում այդ հաջողությունները գին ունեն, միշտ պետքա չմոռանալ դրա մասին։ Հայաստանում տենց մի բան կա, որ հատկապես մեծ սերունդը, հա, տարապես 10-20 տարով ինձ մեծ սերունդը, հա, բոլորն էլ պատերազմը նկարելով են հայտնի դարձել։ Դա էլ գալիս է նրանից, որ պատերազմը երբ որ նկարում ես, քո լուսանկարները նաև դրսում են պետք լինում, հա, կարիքը դրանց լինում, հա, այսինքն միջազգային լրատվականներ, գործակալություններ, ֆոտո, իրանց պետքա լինում ինֆորմացիա պատերազմող երկրից կամ պատերազմի դաշտից կամ կատարվող իրադարձություններից, հա, ու ցավոք իմն էլ տենց եղավ, հա, այսինքն հա, ինձ շատերը գիտեն որպես լուսանկարիչ, ես 2005-ին տեղափոխվել եմ Ղարաբաղ, այնտեղ ես սկսեցի երեխեքի սովորացնել ֆոտո, այնտեղ դրա շնորհիվ նաև դրա շնորհիվ ահագին բան փոխվեց, հա, պատկերը փոխվեց լուսանկարչության դաշտի, բայց հիմնական ճանաչելիությունը բերեց ինձ 16 թվականի պատերազմի արած իմ լուսանկարները, որին ժամանակ ես որպես զինվոր մոբիլիզացված էի։ Եթե փնտրեք Արեգ Բալայան մոբ
եթե գրեք անգլերեն տառերով MOB կբերի այդ շարքը, կարող եք նայել։ Ցավոք, այդ էր դրա գինը։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը մանկությունից։ Գիշերը շատ ուշ ժամի տանը աղմուկ էր, պարզվեց հավաքվել էին մեր ընկերները խաշ սարքելու ու ես նրանից զարթնեցի, որ ձեռքիս ինչ-որ բան էր կպնում ու զարթնեցի, տեսա շան ձագա ու այդ երևի տենց ամենաուրախ բաներից էր ինձ համար, որ մեր տաներ շուներ հայտնվել։ Որն է ձեր ամենաջերմ հիշողությունը դպրոցական կյանքից։ Ամառային արձակուրդները ու այն ամեն ինչ որ այդ ընթացքում կատարվում էին։ Որն է եղել դպրոցական ամենասիրելի առարկան։ Կենսաբանությունը եղել ամենասիրածս առարկան ու 4-րդ դասարանից մինչև վերջ ամենալավը դա իմ սովորել միշտ։ Ով է ամենամեծ դերն ունեցել ձեր մասնագիտության ընտրության հարցում։ Ես եմ ունեցել ամենամեծ դերը իմ մասնագիտության ընտրության մեջ։ Ունեմ իրական ակադեմիական մասնագիտություն կենթանիների հետ կապված եւ լուսանկարչությունը, որը մնաց վերջում որպես հիմնական մասնագիտություն։ Եթե նորից հնարավորություն ունենայիք մասնագիտություն ընտրելու, ինչ կընտրեիք։ Երևի կենթանիների հետ կապված ինչ-որ բան, բայց այն ինչ-որ այն չէ, ինչ այստեղ սովորեցի ինչ-որ սպეციფიկ մի բան, որը ցավոք մեզ մոտ չկա Հայաստանում։ Եթե հնարավորություն ունենայիք ընտրելու մեկ օր ձեր անցյալից կամ ապագայից, որ օրը կընտրեիք։ Ինձ թվում է ապագայից չի ուզի, անցյալից է մի օրը հերիք չի։ Ապագան դեռ կհասցնենք ապրել, իսկ անցյալը գնալու համար մի օրը չի հերիքի։ Եթե հնարավորություն ունենայիք ճամփորդելու ժամանակի եւ տարածության մեջ, որ ժամանակը կընտրեիք եւ ուր կգնայիք։ Միշտ միջին դարերն են հետաքրքրել, չնայած ինձ թվում է սարսափելի են եղել, բայց եթե անվտանգությունը մտնում է բանի մեջ, փաթեթի մեջ այդ ժամանակի մեքենայի, միջնադար կգնայի։ Մանկության ինչ երազանք եք իրականացրել մեծ տարիքում։ Պուլտով ավտո եմ առել մի անգամ մեծ տարիքում։ Ինչն է ձեզ խանգարել ապրել այնպես, ինչպես երազել եք։ Ինձ թվում է իրականությունն է խանգարել։ Եթե համարենք խանգարել, որովհետև երազելուց միշտ էլ շատ լողոզված են լինում մեր երազանքները եւ երբեք բան չեն, հողեղեն չեն, իսկ կյանքը քանի որ հողեղեն է ինձ թվում է երբեք տենց չի լինում։ Եթե հանդիպեիք ինքներդ ձեզ մանուկ հասակում, ինչ խորհուրդ կտայիք ապագայի համար։ Չգիտեմ, մի հատ կգրկեի ուղղակի ու վերջ ինձ թվում է, բան չի ասի, որովհետև ինձ թվում է մեծ արեգներ փոքր ժամանակ շատ են բաներ ասել, որոնց մենք ուշադրություն չենք դարձրել, էլի։ Հենց որ ուղղակի կգրկեի մի հատ։